վերջի քննարկման ժամանակ ըստեյության մեզ հնարավորություն չտվեց դատախազի կապացկեցով նաև երկրորոշում ներկայացնել։ Դուք որոշումը երբ որ կայացրել եք և հրապարակեցիք, այնուամենայնիվ առավոտն ինձ համար անհասկանալի մնաց, որ փուլում պետք է անձնმխելիության հարցը քննարկել։ Դատական, ավելի շուտ ոչ թե դատական, այլ իրավական պրակտիկաների երկրում, ամենայնպես մինչև այս բանը ձևավորվել այնպես, որ դատախազը մեղադրանք առաջադրելուց առաջ նոր կամ լրացնելու մեղադրանքներով գալիս է ազգային ժողով և ներկայացնում է այդ հարցը ազգային ժողովից, ստանում է համաձայնությունը, որից հետո որոշում է ստորագրում։ Մեր դեպքում ստացվել է այնպես, որ դատախազը երկու անգամ 2024 թվականին և վերջի անգամ 25 թվականին որոշումներ է ստորագրել նոր մեղադրանքներ առաջադրելու երկու գործող ազգային ժողովի պատգամավորների, կոնկրետ դեպքում պարոն Մարիամինյանից, առանց ազգային ժողով մուտք գործել։ Դատախազի հիմնավորումը այն է, որ մենք արդեն ներգրավված ենք եղել որպես մեղադրանքներ, մենք արդեն հաստական հանգամանքներ և այլն։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մարտին գլխավոր դատախազը եկել էր ազգային ժողով մեկ այլ պատգամավորի անձնმխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու, այն պարագայում նախաքննության փուլում բոլոր նույն հաստական հանգամանքները ունենալով նոր մեղադրանք են առաջադրել։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ դատախազությունը և մեր իրավական պրակտիկան ենթադրում է, որ անձնմխելիության ինստիտուտը ավելի պաշտպանված է նախաքննության փուլում, քան թե դատաքննության։ Այսինքն դատաքննության փուլում գործող պատգամավորին կարող է անընդհատ նոր մեղադրանքներ առաջադրել առանց անձնմխելիության հարց քննարկելու համաձայնություն ստանալու։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այնուամենայնիվ նմանատիպ իրավական պրակտիկա չկա ձևավորված, սա նորություն է լինելու, և ուզում եմ նաև մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել են հանգամանքին, որ սա նաև պատասխանում է Հայաստանի Հանրապետության միջազգային ստանձնած պարտավորություններին, մասնավորապես ԵԽԽՎ-ի գործող կանոնակարգերին և դրույթներին։ Մեկ անգամ ևս ֆիքսենք, այսինքն դատախազի դիրքորոշումը որն էր, որ նախաքննության փուլում գործող պատգամավորի անձնմխելիության համար կարող են գնալ ազգային ժողով և նոր մեղադրանք անել, դատաքննության փուլում նմանատիպ պահանջ չկա։ Իսկ ո՞ւր է դա վերած։ Հիմա ես նորից ուզում եմ ասեմ, որ երկու գործող ազգային ժողովի պատգամավորների դատախազները երկու անգամ որոշում են կայացրել 2024 թվականի հոկտեմբերին և 2025 թվականին առանց ազգային ժողովից ստանալու անձնմխելիություն։ Եվ հիմա այն համար անհասկանալի է, եթե այս մեղադրանքը արդեն առաջադրված լինի, և մենք մտնենք, չգիտեմ, 319-րդ հոդվածի ինչ-որ ընդհատակարգերով քննարկում, այդ որ փուլում պետք է քննարկենք անձնմխելիություն, ով է գնալու ազգային ժողով անձնմխելիության հարցը ներկայացնել։ Այսինքն դատարանը դիմել դատախազին ասել է գնացեք խնդրում եմ անձնմխելիության հարցը քննարկեք, թե դատավորն է գնալու ազգային ժողով ասել է գիտեք իմ գործում ցենց բարի կա, դատախազ ցենց բան։ Բայց ուզում ենք հասկանանք այս իրավական անորոշությունը ո՞ց է վերանալու կամ երբ է վերանալու, որտեղ այս իրավական անորոշությունը եթե ցենց շարունակվի, ըստ էության քննարկման պետք է դառնա նաև եվրոպայի խորհրդում, որտեղ ինչ կարելի է ցենց շարունակել։ Մենք ասում ենք, որ եթե նոր մեղադրանք կա, պետք է գնա ազգային ժողով, մենք ասում ենք համապատասխան փուլում կքննարկենք։ Համապատասխան փուլը իրավական պրակտիկան դատախազության կողմից ձևավորված, հետևյալն է, եթե նոր մեղադրանք առաջադրվում, և դա պետք է կապ չունենա ընդհանրապես դատաքննության փուլում, թե նախաքննության փուլում։ Եթե նախաքննության փուլում գնում են ազգային ժողով և պահանջում են համաձայնություն, դատաքննության փուլում լինում է առավել ևս, որ դա շատ հստակ է և պարզ է։ Դրա համար մեզ համար այս հայտնության կոնկրետ ես արձանագրենք, որ խիստ իրավական անորոշության մեջ են գտնվում, այն իմաստով, որ ոնց է ես ընդհանրապես մասնակցելու, շարունակելու մասնակցել այս պրոցեսին այն տեսակետից, ոնց են պաշտպանելու մեր իրավունքները և ինչից ենք պաշտպանվելու։ Որտեղ ես հետո չեմ պատկերացնում հետագա գործընթացը ոնց է լինելու։ Եթե հանկարծ դատարանը որոշեց, որ այո, անձնմխելիության խնդիր կա, ես պետք է հաղթահարեմ։ Ոնց է հաղթահարվելու։ Երբ որ մենք արդեն քննարկում ենք կոնկրետ մեղադրանք։
կամ մենք քննարկել ենք այդ մեղադրանք առաջադրված լինելու արդեն, եւ մենք քննարկել ենք քրեական հետապնդումը դադարեցնել, չդադարեցնել, որ իրավական հիմքեր են առկա կամ առկա չէ, հաստական տվյալները համապատասխանում են։ Այսինքն մենք ըստ էության արդեն մեղադրանք ենք քննարկելու։ Մեր ասածն այն է, որ այդ մեղադրանքը առաջադրելուց առաջ եկեք մի բան ասենք։ Այնուամենայնիվ 2021 թվականի օգոստոսի 2-ին, երբ որ ես եւ պարոն Օհանյանը ստանձնել ենք ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը համապատասխանատվությունից հետո 300.1 հոդված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում գոյություն չուներ։ Այսինքն մենք դարձել ենք պատգամավոր առանց նմանատիպ քրեական օրենսգրքի կարգավորման հոդվածի։ Դրանից հետո յուրաքանչյուր նոր մեղադրանք, որը պետք է առաջադրվի ազգային ժողովի պատգամավորներին, պետք է առաջադրվի բացառապես ազգային ժողովի համաձայնությամբ։ Հիմա մնացած բոլոր իրավական այս վերլուծումները բերել են նրան, որ այս իրավական անորոշությունը շարունակել է մնալ եւ համենայն դեպս նորից ուզում արձանագրել, որ մենք հայտնվում ենք ռեժիմը, որ անվերջ շտապում ենք միջազգային ստանդարտներ